Ծնվել է Բաքվում, սովորել, ապրել ու աշխատել տասնյակ երկրներում և 80-ամյակը տոնել Արցախում։ Այս կարճ թվարկման տակ Գրիգորի Գաբրիելյանցի կյանքի ուղին է, որը երկարատև դեգերումներից հետո 80-ամյակի շեմին նրան հայրենի եզերքը բերեց։ Իր Հովհաննես պապի «Մոռանաս վեճ մունք Ղարաբաղցի ենք» կոչ հորդորին հավատարիմ։ Այդ անդադրում անխոհ մարդը սակայն հայրենիք չեկավ հանգստանալու, աշխատում և իրեն շրջապատողներին աշխատեցնում է առանց խնայելու, որոշել է Արցախին ծառայեցնել իր ամենամեծ հարստությունը՝ տասնամյակների ընթացքում հատիկ-հատիկ հավաքած փորձն ու գիտելիքները, և ոչ միայն։ Բայց նախ իր մասին։ Ծնվել է 1934 թվականի մարտի 2-ին Բաքվում, Բաքվի արդյունաբերական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է Թուրքմենիա։ Կարակումի անապատում սկիզբ է դրել գիտական հետազոտություններին։ Թուրքմենիայում նավթարդյունաբերության ոլորտում ունեցած ներդրման համար պարգևատրվել է պատվոնշան շքանշանով և երկրաբանի համար ամենակարևոր պարգևով՝ հանքավայրի առաջնահայտնագործող մեդալով։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1969 թվականին դոկտորական աշխատանքը, 1987-89 թվականներին եղել է նավթի երկրաբանահետախուզական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, որն այդ տարիներին լավագույնն է ճանաչվում ԽՍՀՄ նմանատիպ 64 ինստիտուտների շարքում։ 1989 թվականի հունիսին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը հաստատում է նրան ԽՍՀՄ երկրաբանության նախարարի պաշտոնում։ 1992 թվականին հիմնադրում է Գեոսերվիս գիտատեխնիկական կազմակերպությունը, 16 գյուտի, 153 հրապարակումների և 9 մենագրության հեղինակ է։ Առաջին անգամ Հայաստան է եկել 40 տարեկանում, գրեթե նույնքան էլ ժամանակ անցավ, մինչև կյանքի ճանապարհը նրան վերջնականապես Արցախ բերեց։ Արցախում ապրելու և աշխատելու նրա որոշումը սրտանց ողջունեցի։ Ցանկացած մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ իր սիրտն է։ Նրա սիրտը վաղուց արդեն Արցախում էր։ Դարձավ Արցախի նախագահի խորհրդականը, առաջին հերթին քայլեր սկսելով Արցախյան դերքի ուսումնասիրությունն ու շահագործումը կանոնակարգելու ուղղությամբ։ Ընդամենը 1.5 տարվա ընթացքում ձևավորվեց Արցախի երկրաբանական էքսպեդիցիան՝ ապահովված ժամանակակից լաբորատորիաներով։ Մյուս նախաձեռնությունը մշակույթի ոլորտում էր։ Նրա անմիջական նախաձեռնությամբ Շուշիում իր դռները բացեց Կերպարվեստի պետական թանգարանը, որի խոշոր նվիրատուն դարձավ Գրիգորի Գաբրիելյանցը։ Ստեղծել է ապագա սերունդների հիմնադրամը։ Արցախում Գաբրիելյանցի նոր նախաձեռնությունը ակամա միավորում է նրա մասնագիտությունն ու նախասիրությունները։ Շուտով Շուշիում դռները կբացի երկրաբանական թանգարանը՝ տարածաշրջանում եզակի ցուցանմուշներով։ Այս օրերին 80-ամյա տարեդարձի առթիվ բազում շնորհավորանքներ է ստացել։ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը նույն Կերպարվեստի թանգարանում նրան նվիրված երեկո է կազմակերպել Արցախի կամերային նվագախմբի մասնակցությամբ։ Թանգարանում երիտասարդ քանդակագործ Բագրատ Բալաբեկյանի առաջին անհատական ցուցահանդեսն էլ նրան է նվիրվում։ 80-ամյակին տոնական շնորհավորանքների և գնահատանքի բարձրակետը նախագահական նստավայրում էր։ Արցախի քաղաքական և հոգևոր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հավաքվել էին գործով հայրենասեր գործչին մեկ անգամ ևս շնորհավորելու։ Հայրենիքի մատուցած ծառայությունների համար Գրիգորի Գաբրիելյանցը պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով։ Նա իմաստուն ազնվորություն է, որի հետ հաճելի է և օգտակար զրուցել ու քննարկել տարբեր թեմաներ։ Լավ հայր և պապիկ է, ով միշտ առանձնակի հոգատարությամբ է վերաբերում իր ընտանիքի անդամներին, վայելելով նրանց սերն ու հարգանքը։ Թանկագին Գրիգոր Արկադիևիչ, կրկին շնորհավորում եմ ձեզ հիշարժան Հոբելյանի առթիվ։ Մաղթում եմ քաջառողջություն և երկար տարիների կյանք։ Ես ցանկանում եմ ձեզ և ձեր ընտանիքներին հաջողություն ու ամենայն բարիք։ Պարգևը մեծավաստակ ակադեմիկոսը որպես ավանս է ընդունում։ Արցախում իր համար անելիքներ դեռ շատ է տեսնում։ Մոտավոր նպատակը, որ շատերիս տարիներ առաջ գուցե անիրական թվար, այսօր միանգամայն իրական է թվում։ Я хочу выразить благодарность Бакосу Акчу. Я хочу выразить благодарность моим коллегам, вот всем здесь присутствующим людям, потому что я должен сказать, что Ես ուզում եմ Բակո Սահակյանին շնորհակալություն հայտնել, իմ բոլոր գործընկերներին և ներկաներին։ Առանց ձեզ ես ոչինչ անել չէի կարող, անկեղծ եմ ասում։ Ամեն ոք, անգամ չնկատելով դա, իր փոքրիկ ուշադրությամբ օգնում է իրականացնել իմ երազանքը։ Իմ երազանքը, որը սկսում է իմ սեփական տունը կառուցելուց, նրանից, որ այստեղ գան նաև իմ որդիներն ու թոռները, եւ վերջապես իմ երազանքը, որի մասին ես իմ գործընկերներին եւ նախագահին միշտ ասում եմ վերջին տարիների ընթացքում, այն է, որ գոնե 1 միլիոն տոննա պղնձյա հաստատված պաշար ունենանք Արցախում։ Это как минимум добиться за последние 5 лет 1 миллиона тонн хотя бы меди. Хотя бы. Հոբելյանի առթիվ վաստակաշատ գիտնականին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան Իոսիֆ Օրբելի հուշամեդալով է պարգևատրել։ Ռուսաստանի հայերի միությունը իր բարձրագույն ոսկե խաչ շքանշանով։ Նորեր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, Մեհեր Մկրտչյան, օր։